Արմավիրից եմ, 12 տարի, արդեն 13 տարի արմավիրում եմ և կերակրում եմ փողոցի սոված շներին, որոնք փողոցում են, իմ տանս դիմացը կիսակառույց տունն է, այդտեղ են, որոնց վերցրել եմ իմ տանն են, որոնք հիմա նորից այդ կիսակառույց տանն են, ամեն օր պարտադիր քարով, փեդերով սատկացնում են կենդանիներին, ամեն օր տեղի ունենում փողոցում կռիվներ. Շները հաչում են, շները վարակ են, շները կեղտ են, նույնն էլ ինձ են ասում, դա բավական 12 տարի շարունակ կրկնվեց։ Անցյալ տարի, դե էլ չեմ ասում ինչեր են անում, որ կենդանիներին լցնում են առվի մեջ, ջուրը կապում են վրան, քարը դնում են բերանը, սատկացնում են, որը քարով, որը փեդով, որը սպանդա տեղի ունենում, Հայաստանում սպանդա տեղի ունենում կենդանիների։ Դե ես էլ հիմա սիրում եմ, պահում եմ, մեկը ուրիշ կենդանի է պահում, մենք էլ շներին ենք պահում։ Չարաբաստիկ օրը շանձակը առավոտյան դուրս եմ գալիս կերակրելու, դաշտի մեջը սատկած շուն կա, թույնած։ Զանգ եմ տալիս սովորաբար 102, գալիս է արմավիրի ոստիկանությունը և այդտեղ արձանագրում են, որ շունը դաշտի մեջ ընկած է, հետո պետք է հետաքննություն լինի, հետո դաշտի մեջից իրանք շանը տարան, հետո ամբողջ հարևանները 6 փողոց, ես այդտեղ ունեի տնակի նման դոմիկ, որը կոտրեցին, հաղորդագրություն եմ ներկայացնում, որ շանը սպանել են, թույնել են, իրանք եկել են, իրանք տարել են, շունը չկա, դաշտի մեջ չի, ես աշխատանքից գալիս եմ տուն, շունը դաշտի մեջ չի։ Անցնում է դրանից 2 օր հետո, ինձ կանչում են ոստիկանություն, բա եկեք ձեր գործերը գնում է դատարան, որ մենք տեսել ենք, շանը թույնած է և ձեր դոմիկը կոտրած է։ Ես էլ աշխատանքից հետո պայմանավորվում եմ, որ ես ժամը 3-ից հետո կարող եմ մոտենալ, որովհետև հիմա ես աշխատում եմ։ Ժամը 3-ին մոտենում եմ Արմավիրի ոստիկանություն, ինձ խաբեությամբ 10 հատ ոստիկաններով արդեն պլանավորված կանչում են շտապօգնության մեքենան, ինձ նստացնում են, բա ձեր հոգեկանը խանգարված է, ձեզ տանում ենք Նուբարաշենի գժանոց։ Ես ծափահարում եմ, ողջունում եմ, ծիծաղում եմ, թե դա իմ հետ է կապված, որտեղ 90 թվականներին ես աշխատել եմ մի բնակավարում, ծառայել եմ մի բնակավար, 10 տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինվորական եմ եղել և ինձ խաբեությամբ բերում են ոստիկանություն, այնտեղից ուղարկում են գժանոց։ Դե իհարկե գիժ չեմ, այնտեղից մի 5 ժամ հետո դուրս եմ գալիս, նամակներ եմ հղում և գլխավոր դատախազին, և ԱԱԾ-ի պետին, և պարոն վարչապետին, և պարոն վարչապետի տիկնոջը, և մարդու իրավունքների պաշտպանին, և 9-րդ ամիսն է, ոչ մի պատասխան։ Բայց նորից սպանդը շարունակվում է, նորից լկտի խոսքերը իմ անձին ես ամեն օր լսում եմ, իմ մեղքս որն է, որ 12 տարի իմ գրպանից կերակրել եմ փողոցի անպաշտպան սոված կենդանիներին, հիմա էլ վարկերի տակ ճռռալով նորից կերակրում եմ։ Եվ իմ մեղքս կայանում է դրանում, որ ինձ գժի տեղ են դնում, սա ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքացի եմ և մինչև առ այսօր դեպքը տեղի ունեցել անցյալ տարի հոկտեմբեր ամսին։ Հենց կակրած այս օրը, արդեն տարին լրացել է և ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեցին։ Իսկ իմ այնտեղ գտնվելու համար ով պետք է պատասխան տա։ Ինչի համար սկորին եկավ, ինչի համար ինձ խաբեությամբ 10 ոստիկաններով ուղարկեցին այնտեղ։ Այնտեղից ես դուրս եմ գալիս, իսկ ինչի դուրս եմ գալիս, որովհետև այնտեղ տեսնում են ես ոչ մի գժի տեսք չունեմ, ոչ մի որ կացարան եմ պահանջել, քաղաքապետից կացարան եմ պահանջել, կացարան կենդանիների համար, առնվազն կենդանիների համար։ Ով էր քաղաքապետը։ Արմավիրի քաղաքապետից կացարան եմ պահանջել։ 6 փողոց, որ շներին կերակրում եմ,
6 փողոց դուրս էին եկել իմ դիմաց։ Հետո ասեցին ստորագրության համար ոնց կարելի է շներին կերակրելու համար ստորագրություն վերցնել, տանենք գժանոց։ Ինչ է նշանակում։ Կարող այնտեղ ասում էին ճնշումը տենք չափում, ինձ այնտեղ մի հատ սրսկեին, գցեին, գժվացնեին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ով է դրա պատասխանը տալու։ Ով։ Հունանյան Նարինե Հակոբի 1971 թիվ 55 տարեկան եմ արդեն։ Հիմա նորից շարունակում եք կերակրել շները։ Հիմա այո, շարունակում եմ իմ դրա։ Վախենում, որ նորից։ Չէ, ինչի եմ վախենում, գողություն չեմ անում, խուժանություն չեմ անում, թմրավաճառ չեմ, ոչինչ չեմ։ Ես հասարակ մարդ եմ, որը կերակրում եմ շներին։ Ոյ ինչի հիմքի վրա, ինչի համար։ Ես դա եմ ուզում հասկանամ։ Ինչի համար։ Ինձ նույն հաջողությամբ դուր չի գալի թմրան մոլը, բայց ես իրավունք չունեմ նայել Հայաստանի քաղաքացի։ Նրան նկատողություն անեմ կամ տանեմ գժանոց, ես այդ իրավունքները չունեմ։ Ես ապրում եմ մի երկրում, որը ազատություն է տենչում, բայց սա ազատություն չի։ Սա ազատություն չի։